Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ օրենքի նախագիծը։ Մինչ այս պահը մեր մոտ Հայաստանի Հանրապետությունում տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքային տեսքով էր, որը պատշաճ չէ իրեն հարգող պետությանը, փորձել եմ կարգավորել այդ խառնաշփոթ իրավիճակը, կարգի բերել, միաժամանակ ներկայացրել եմ նաեւ մի քանի առաջարկներ, որոնք նորություն են եւ նաեւ նշեմ, որ առաջինից երկրորդ ընթերցումների ժամանակ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածություններով կլինեն մի շարք շտկումներ այս տեսքից, քննարկումները կշարունակվեն կառավարության հետ եւ կգանք ընդհանուր հայտարարի։ Այս պահին փոփոխությունների հետ կապված նշեմ, որ օրինակ փոփոխություններում առաջարկել եմ, որ ես ուշად խնդրում եմ նաև, որ մեր կինո աշխարհի ներկայացուցիչները եւս այս հարցում միջև երկրորդ ընթերցում իրենց կարծիքը ներկայացնեն, մինչ այժմ օրենքում նշված է, որ կինոյի օրը նշվում է ապրիլի 16-ին, ես առաջարկում եմ նշենք 13-ին այն պատճառով, որ օրը ընտրված է Նամուս ֆիլմի առաջին ցուցադրման Խնդրում եմ լրությունը ապահովել։ Շատ եք խանգարում։ Ներողություն, կինո աշխարհի օրը նշվում էր ապրիլի 16-ին, որ Նամուսը իբր ցուցադրվել է ապրիլի 16-ին, բայց իրականում ցուցադրվել է ապրիլի 13-ին եւ առաջարկում եմ ճիշտ օրը նշել։ Նաեւ այստեղ մի առաջարկ կա կառավարության կողմից, առաջարկում են քաղաքացու օրը կոնկրետ օր նշել, որովհետեւ անդադար համընկնում է ապրիլի 24-ի եւ մայիսի 1-ի հետ եւ այդ խնդիրը առաջանալու պատճառով ես խնդրում եմ ձեր կարծիքը եւս միջև երկրորդ ընթերցում հստակ օր նշանակենք, որ այս խնդրից չբախվենք, օրինակ մյուսը համընկնում է ապրիլի 24-ի հետ։ Նման խնդիր կա։ Ես խնդրում եմ ձեր հետո առաջարկել եմ, ես արագ ասեմ, որ շատ ժամանակը քիչ է, այդպես մանրամասնորեն չեմ կարող ներկայացնել, առաջարկում եմ օգոստոսի 11-ին մենք նշենք Նավասարդի օրը, բայց ոչ որպես հանգստյան օր, այլ նաև կլինի աշխատանքային օր, բայց այդ օրը մենք պարտադիր պետք է ունենանք մեր տոնացույցում, որովհետև ունենալ նման հին տոն, որը գալիս է հազարամյակներից եւ չընդգրկել պետական տոնացույցում, այն էլ օգոստոսի 11-ին մի քիչ կարծում եմ ճիշտ չլինի։ Առաջարկում եմ նաեւ տոնացույցում հստակ սահմանել օրեր մեր մարզերի եւ Երևանի տոները նշելու համար, ինչու որ ոչ թե այդ կոնկրետ այդ մարզում նշենք մենք տոները, օրինակ Վայոց ձորում կամ Սյունիքում, այլ Սյունիքի օրը նշվի ամբողջ հանրապետությունում, նույնը մյուս բոլոր մարզերում, որովհետև մենք իրականում խնդիր ունենք, մենք եթե ավելի անկեղծ լինենք, մի մարզը մյուսին չի ճանաչում։ Մի մարզում ծնված երեխան, եթե սոցիոլոգիական հարցումներ անենք, կպարզվի, որ օրինակ Վայոց ձորում ծնված երեխաների կամ մարդկանց 80-90%-ը չեն եղել օրինակ Շիրակի մարզում, Լոռու մարզում, ու այդպես մի ամբողջ կյանք են ապրում, չիմանալով հայը իրականում ով է։ Ես դրա համար, որ մեր պետության կայացման համար շատ կարևոր է, որ մենք ունենանք այս տոները եւ ճիշտ ձևով նշենք, որովհետեւ իմաստը հենց այդ է, որ մենք բոլորս սկսենք իրար ճանաչել, որովհետեւ մինչեւ հիմա մենք իրար չենք ճանաչում։ Եվ մի քանի առաջարկներ էլ կան, օրինակ առաջարկում եմ մեռելոց օրերը նորից տոնացույցում նշել, որովհետև եթե տոնացույցում նշեք, չնշեք, միևնույն է այդ օրերը նշվում է եւ խառնաշփոթ է լինում եւ ես պետք է կարգավորենք նաեւ միջև երկրորդ ընթերցում, թե դա կլինի ոչ աշխատանքային օր, թե աշխատանքային օր, եթե ոչ աշխատանքային օր, ապա բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն այդ օրը լինել
իրենց հարազատի շիրիմների մոտ պետք է լինեն, որովհետև հակառակ դեպքում կրկին խառնաշփոթ է եւ ժամանակ ավարտվեց, բայց արագ ասեմ նաեւ, որ միջև երկրորդ ընթերցում ես ուզում եմ մեր կառավարության ներկայացուցիչների հետ, ձեր հետ նաեւ մի այսպիսի հարց քննարկեմ, այս ընթացքում մեր հայրենակիցներից ստացանք, ասում են, եթե գնում եք դեպի առաջ, դեպի քաղաքակրթություն, ապա քաղաքակիրթ երկրներում այսպիսի օրենք կա, որ յուրաքանչյուր այդ երկրի քաղաքացի իր գործատուին դիմում է տարվա սկզբում կամ տարվա վերջում նշելով այն մեկ հանգստյան օրը, որը ինքը ուզում է վերցնել տարվա ընթացքում, դա կլինի իր երեխայի կամ իր ծննդյան օրը, այսքան է առայժմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար